Բարև ձեզ արևելքի հարթակով գշարունակենք հետևել Հայաստանի մեջ ընթացող զարգացումներուն, այսօր գիտենք, որ նաև քաղաքական առումով իշխանություններ Քարեքին երկրորդ օրագարկը գշարունակե մնալ գիզագետային, ամբողջ հայությունը, հայ ժողովուրդը կհետևի այս զարգացումներուն եւ առաջիկային նաև երևելի է, որ այս օրագարկը պիտի սպաղեցնե գլխավոր դեղերը մեկը։ Կնկատենք անշուշտ, որ այս բոլորին առընթեր գա քաղաքական հստակ ուղեկից այն իմաստով, որ իշխանությունները հատկապես վարչապետ Փաշինյանը պիտի փորձե ամեն ինչ անել, որպեսզի կարողանա կհանգեցնել Գաթողիկոսը եւ այդ մեկը նաև այդ միջոցով փորձե միավորներ իր օգտին գուտակել։ Ճիշտ է, ինք գահայտարարե, որ նաև այս մեկը հավատքի վերարձածման կամ հավատքի վերաթարնալու ջիք մգա, որովհետև մենք գիտենք, որ երկար ժամանակ է իվեր վարչապետը չեր մասնակցեր եկեղեցական արարողություններու կամ բադարակի կամ նույնիսկ դոնական օրերուն Հայաստանի հանրությունը, հայությունը նկատեց, որ մեր քաղաքական ավականին վերնախավը չեն մասնակցիր վեհապարի կողմէ մատուցված գլխավոր Սուրբ Ծննդյան կամ Սուրբ Զատկվան դաղավար դոներու բադարակներուն։ Այս բոլորի կողքին կտեսնենք նաև, որ կան գետնի վրա կատարվին կարգմը գործողություններ, որոնք գմիդին ավելի հստակ ձևով օղակը սեղմել վեհապարի անձին շուրջ։ Մյուս կողմէ վերջին զարգացումները եղան այն, որ Արշակ Սրբազանի վերակրված տեսանյութերուն վերաբերյալ վեհարանը ինքը անձամբ ըստ տարբեր դվյալներու վեհապարը նախաձեռնեց կազմել հանձնաժողովը, հանձնախումբը, որ պիտի քննեն Արշակ Սրբազանի խնդիրը, թե ինչ ելք կունենա այդ հանձնաժողովին, ասենք քննության արդյունքը դակավին շատ վաղ է ասել, սակայն հստակ է, որ մայրաթորը այդ ձևով կփորձե արձագանքել եւ հանրության, ասենք, խաղաղեցնել, որ այս խնդիրը նաև մեր խնդիրն է, մեր եկեղեցվո վարգի խնդիրն է եւ մենք հետամուտ ենք, որ այս հարցը տապանցիկ ձևով քննվի հանրության առջև, թե իրապես ինչ ընթացք կունենա եւ քանի ամիս կդեվե կամ ինչքան գերգարի այդ թեման ոչ ոք կրնագրայել։ Այստեղ անշուշտ կան որոշ տավատրապանական տեղեկություններ, թե վեհապար հայրապետի մոտ մեկնած են կարգմե եպիսկոպոսներ, թիվը գսվի 12, բայց դժվար է այդ մեկը պատկերացնելը կամ այսպես հալած յուղի պես մարսելը եւ խնդրած են, հորդորած են վեհապարին, թե պետք է այլևս ժամանակը ասած է եւ վեհապարը պետք է հրաժարական դա, բնականաբար այս մեկը ըսի ըսավներու շարքին է, ինչպես արևմտահայերը սկսենք, բայց հստակ է, որ վեհարանի թռները ներս իրավիճակը նույնը չէր, ինչ որ ասենք կոնե ամիսը առաջ։ Այստեղ նաև կարևոր բացահայտում կրնան գնել եւ հիշել, որ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը շատ դարբեր դրվածքով հանդես եկավ, հատկապես այն օրերուն, որ գկումարվեր հոգևոր քերակույն խորհրդի նիստը, այդ ժամանակ Ազատության լրագրող Սուսան Բադալյանը մոտեցավ իրեն եւ հարցուց Հովանավանքի բադարակին մասին, թե Սրբազանը այս մեկը բադարակ էր եւ Սրբազանը պատասխանեց բադարակ էր, հաբա ինչ էր։ Այս վարգածը կամ այս մոդեցումը ցույց կտա, որ քերակույն հոգևոր խորհրդի ոչ բոլոր աթոռները կամ սրբազանները գշարժին ցուցմունքովը Քարեքին երկրորդին եւ սա արդեն խնդիր է, որովհետեւ մենք շատ լավ գիտենք եւ դիտարկած ենք, որ վեհապարին շուրջ գա շատ այսպես սեղմ օղակը սրբազաններու, որոնք կներկայացնեն իր թեզերը, կհամարվին իր կողմե խոսկառնողներ, կհետևին իր գիծին եւ այդ բոլորը կդարվի իր բարձր համացայնությամբ եւ հովանավորությամբ։ Այսօր աշխարհի մեջ
մանավանդ արևելյան եկեղեցիներու բարակային։ Պետք է նշեմ, որ չկա կաթողիկոսը, բադրիարքը, որ այդ միջոցով, այդ ցևով չի կործեր, այսինքն ժողովրդավարություն մոդեցումը շատ հաջող ներկա չէ եկեղեցիներու մեջ, այդ մեկը թարավոր բադմություն ունի եւ այստեղ մեղադրանքի խոսք չկա, այլ ընթացագարկը կորձողություններու, որոշումներու, ծրագիրներու միշտ գառնվի մեկ անձի կողմէ եւ այդ մեկ անձը մեր բարակային ամենայն հայոց կաթողիկոսն է կամ Անտիլիասի բարակային Մեծիդան Անգելիկիո կաթողիկոս Արամ առաջինն է եւ սա բնական կորձելավոճ է եկեղեցին համար, որովհետեւ այդ դեղի եկեղեցվո ներսը արգա մթնոլորտը, միջավայրը, գրոնական ուսմունքը ցույց կտան, որ բոլորը պետք է հետևին մեկ հոգիի, մեկ սենք վեհապարի ցուցմունքներուն եւ այսպես ստանան օրհնություն եւ կորձեն։ Ուրեմն Վասկեն Սրբազանի այս թրույթը, այս մոդեցումը ցույց կտա, որ միանշանակ չէ ամեն ինչ, վանքի վեհարանի դռներու յետին եւ չմոռնանք նաեւ այդ դեսարանը, երբ Վասկեն Սրբազանը գտիմավորեր վարչապետ Փաշինյանը Բալտյան երկիրներու այցի ժամանակ եւ գողջուներ զինք եւ գհրավիրեր աղոթքի։ Սա բոլորովին այլ բادگերն է, ճիշտ հագաբادگերն է իդես այն սրբազաններուն լա Արշակ Սրբազան, Պակրատ Սրբազան, Միքայել Սրբազան, Հովնան Սրբազան, Հայաստանապնակ Սրբազանը, Հովնան Սրբազան, այդ սրբազաններու խոսույթը բոլորովին հագագրանք եւ նույնիսկ մեղադրանքներ Փաշինյանին, այսին անգարելի է, որ անոնք եւ Փաշինյանը լայն մեկ եկեղեցու երթիկին դակ կամ նույն աղոթքի սեղանին շուրջ։ Սա ցույց կտա, ինչպես նշեցի, որ իրավիճակը փոխված է, առաջվան սեղմ, այն սեղմ օղակը, որ գա վեապարի շուրջ այլևս չի կործեր, ինը բաստիրեն անշուշտ կան դակավին քարցայներ, որոնք վեապարի կողքին են եւ պիտի շարունակեն, հավանաբար շարունակեն մնալ, բայց ընթացքը գա, որ սկսած է աճիլ վեհարանի մեջ եւ թե ուր գտանի այդ ընթացքը, թե ինչպես կրնա Կարեկին կաթողիկոսը առաջ կառնել ճագերտներու մեջ այս բոլորին, ոչ ոք կրնա իմանալ կամ պատասխանել, որովհետեւ ինչպես նախկին եթերիս մեջ ալսած եմ, այսօր մայրաթորը նախաձեռնողի թերին մեջ չէ, այլ սպասողի եւ արձականքողի, այսին ինչ որ կգադարե Փաշինյան, մայրաթորը պիտի արձականքե, եթե կրնա արձականքել, այլապես մայրաթորը ոչ լուծումներ ունի դալիք, ոչ երկխոսության դեղ չկա երկու կողմերուն կողմէ, հետեւաբար կորձընթացները կդանին դեպի հավելյալ սրացում, այդ սրացումը չենք կրնար գրահել թե ինչ ձևաչափով կրնալալ, օրեր առաջ չմոռնամսելու, որ Հայաստանի մամուլի գարկը ներկայացուցիչներ կրած էին, թե Փաշինյանին հորդորներ կան, որ չերտա դեպի մայրաթոր ճագերդով ներխուժման կամ պերմանենտ արկելու քայլերուն, որտեղ այդ արարքները կրնան ունենան բումերանգի աստեցություն իհեջուգս իրեն եւ իր վարչապետի ասենք արած որոշումին կամ ուղեկիցին թե անպայման մայրաթորի քաղաքալ ամենայն հայոց վեհապարը պետք է հրաժարի։ Այս բոլորին պիտի շարունակենք հետևել եւ առաջիկային վստահ եմ, որ նոր զարգացումներ պիտի ավելնան մեր այս խոսքերուն վրա, նույնիսկ գործողություններ, հարցակնություններ, պերմանենտ արգում, տարբեր տեսակի ճնշումներ, մինչև որ միապանները կարողանան սրբազաններու սենք տասը կարողանա ինչ որ գերբ լուծման մասին սկսի բացահայտ կերպով խոսիլ ու նույնիսկ կումարվի ազգային եկեղեցական արդահերթ ժողով լուծելու համար այս խնդիրը։ Այս բոլորին հետևելու համար միացեք մեր ալիքին, մեկնաբանություններ թողեցեք, դարածեցեք մեր դեսանյութերը, այդպիսով խտանած գլակ արևելքի անգախ մամուլի մեր կորզունությունը բարի մնացես։